Հայկական ձեռագրերի ամենամեծ գանձարանը, Մատենադարանը, դարեր շարունակ եղել է գիտության, մշակույթի և ազգային ինքնության պահպանման կենտրոն։ Այստեղ պահվող հազարավոր ձեռագրերը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ժառանգության անբաժանելի մասն են։ Դրանք ուսումնասիրելու, պահպանելու և հանրայնացնելու գործը չի դադարում, և դրա հերթական վկայությունը Մատենադարանի նոր ցուցադրությունն է՝ Մատենադարանի ճառագող առաքելությունը, որն անդրադառնում է ձեռագրերի մշակութային և գիտական արժեքին։ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները պրակտիկում առարկայի շրջանակում այցելեցին Մատենադարան, որտեղ ծանոթացան նոր ցուցադրություններին, ուսումնասիրեցին հին ձեռագրերը և դրանց վերամշակման գործընթացները, ինչպես նաև զարգացրին ռեպորտաժներ պատրաստելու իրենց ունակությունները։ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները այցելել են Մատենադարան, եւ սա կրթական ծրագրի շրջանակում է տեղի ունենում, որովհետեւ շատ կարեւոր է, որ լրագրողները որևէ բանի մասին, երբ որ պատրաստում են տեսանյութեր, կարողանան նաեւ տեսնել, զգալ, շոշափել, լսել, հավաքագրել տեղեկատվությունը եւ դրա արդյունքում կարողանան պատրաստել իրենց հետաքրքիր տեսանյութերը։ Շատ տպավորված եմ Մատենադարանով, քանի որ առաջին անգամ եմ լինում այստեղ եւ տպավորված եմ ոչ միայն այն ձեռագրերով ու գրքերով, որոնք կարողացանք տեսնել, այլ նաեւ վերականգնողական կենտրոնով, որտեղ չնայած այցելուների մուտքն արգելված է, բայց մենք կարողացանք տեսնել, թե ինչպես են վերամշակվում այդ ձեռագրերը։ 2025 թվականի հոկտեմբերի 15-ին Մատենադարանի թանգարանում բացվեց նոր Մատենադարանի ճառագող առաքելությունը խորագրով ցուցադրություն։ Միջոցառումը կազմակերպվում է հիշողության կերպարանքները 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարի շրջանակում։ Ցուցասրահում ներկայացված է ճառագող առաքելության ցուցադրությունը, որում ներկայացված է Մատենադարանի վերականգնման բաժնի կատարած վերջին տարիների աշխատանքները։ Այստեղ են որ հավաքված լավագույն պրոֆեսիոնալները, որոնք վերականգնում են ձեռագրերը, որոնք դարերից 7-րդ դարից 11-րդ դարից հասել են մեզ ու ոչ լավ վիճակում հասել են պատրվածքներով, հասել են սնկերով, տարբեր հիվանդություններով եւ բավականին երկար ու բարդ process է այդ ամեն ինչը կարգավորել այդ ձեռագրերը բուժել ու լավ տեսքի բերել։ Այս փոփոխությունից ավելորդ ինձ տարածան իսկ պետք է թողեն փափի, որ չեն ասում։ Մայքը լավ չի փակտի, մի քիչ որ մնա, ավելի։ Տեսեք, ես 5 թուղթ կա վերանորոգել են, հիմա ես սա էլ կմաքրեմ, որպեսզի կարող է եւ ինչ-որ գիր լինի։ Տեսեք, չոր արաբական տառերա։ Նայած ինչ տովել էլի վերանորոգել։ Շատ կարևոր է ինձ համար թղթի արտադրությունը, ես չգիտեմ որ Հայաստանում թղթի արտադրություն կա, եւ տեսանք process-ը ամբողջությամբ դա երևի լավագույն պահն էր ինձ համար, որ ես տեսա, թե ինչպես է թուղթ արտադրվում։ Այստեղ ցուցադրված են ոչ միայն արդեն վերականգնված ձեռագրեր, այլ նաև իրեր, որոնք վերցրել են տարբեր թանգարաններից, օրինակ Արամ Խաչատրյանի տուն թանգարանից, ազգային պատկերասրահից։ Մատենադարանի վերականգնողները դրանք վերականգնել են եւ հանվել են ժամանակավոր ցուցադրության։ Այսօր հասցրեք ժամանակ գտեք ու եկեք տեսնել, քանի որ շուտով ավարտվելու է նաև այս ցուցադրությունը։ Մանե Խանդանյան, Ինոմեդիա։